Հայաստանում գործող ռեժիմի ներկայացուցիչները իրենց քարոզչական հարթակներում շարունակաբար խոսում են իբրև թե ատելության խոսքի մասին իրենց նկատմամբ, սակայն մենք իրականում տեսնում ենք, որ ատելության խոսք տարածում են հենց ռեժիմի ներկայացուցիչները, օրինակ նույն Արուսյակ Ջուլհակյանը, ով թիրախավորեց Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Գոհար Խումաշյանին։ Այս եւ այլ հարցեր շուրջ այսօր ես զրուցել եմ 5 իրավապաշտպանների նախաձեռնության ներկայացուցիչ իրավապաշտպան փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ։ Բարև պարոն Հարությունյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Տեսեք, ես նշեցի, որ իրենք շարունակաբար բողոքում են իբրև թե իրենց նկատմամբ պատելության խոսքի մասով, սակայն մենք տեսնում ենք հակառակը լիովին։ Իրենց պատգամավորները ամենալկտի ձևակերպումներով կարող են թիրախավորել իրենց քաղաքական հակառակորդներին եւ դրա դիմաց նրանց նկատմամբ որևէ վարույթ գոնե չի նախաձեռնվում։ Եթե նմանատիպ գործելավոճ որդեգրեր որևէ ընդդիմադիր գործիչ, ապա ուժայինները բնականաբար գործի կանցնեին։ Ինչ կասեք այս մասով եւ ինչով է պայմանավորված այս երկդիմի մոտեցումը։ Պարոն Ֆիդանյան, դուք համ հարցը տվեցիք, համ էլ պատասխանը տվեցիք, այն պատասխանը, որը ես պիտի տայի։ Այո, կա խտրական վերաբերմունք hate speech-ի ատելության խոսքի խոսքով դրսևորվող հանցագործությունների, դա կլինի բռնության կոչ, դա կլինի իշխանության զավթման, բռնից կերպով զավթման կոչ, թե կլինի ատելություն, անհանդուրժողականություն տարածելու խոսք, ուրեմն քրեական հետապնդում իրականացնող մարմինները այդ արարքների նկատմամբ ունեն երկակի ուրեմն մոտեցում։ Եթե դա իշխանականներն են անում, ապա որևէ տեսակի որևէ բան տեղի չի ունենում, եթե ընդդիմադիրներն են անում կամ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձին քաղաքացիները, ապա բնականաբար քրեադատավարական հարկադրանքի ամբողջ գործիքակազմը իր ողջ ծավալով սկսում է գործել։ Դրա օրինակները շատ են, մենք ամեն հերթական հանդիպման ժամանակ նոր кейս ենք, նոր դեպք ենք քննարկում, բայց եկեք չմոռանանք ինչքան շատ դեպքեր են եղել։ Օրինակ այդքան վաղ անցյալում չէր, բայց մարդիկ արդեն մոռացել են Գառնու այդ եկեղեցու բակում այն պատկառելի տարիք ունեցող անձնավորության հայտարարությունը, որն ասում էր, որ կոչ էր անում ուրեմն կաթողիկոսի գլուխը ջարդել։ Մենք տեղյակ ենք, որևէ բան տեղի ունեցավ, քրեական վարույթ նախաձեռնվեց, այդ անձին մեղադրանք առաջադրվեց, բնականաբար ոչ։ Նիկոլ Փաշինյանը մետրոյում թիրախավորեց արցախցիներին, այսինքն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, անվանելով թռածներ։ Հետո ինչ պատճառաբանություն բերվեց այդքան էական չի, բայց այդ խոսքից հետո Նիկոլ Փաշինյանի անմիջապես դրանից հետո ամբողջ իշխանական ուրեմն պրոպագանդիստական գործիքակազմը լծվեց Նիկոլ Փաշինյանի այդ արտահայտությունը տիրաժավորելու։ Նույն Տարոն Չախոյանը, մյուս ինչ-որ դեպուտատներ, տարբեր ֆեյք լրատվամիջոցներ, որ այո, բա ճիշտ է ասում Նիկոլ Փաշինյանը, իրանք փախածներ են, իրանք թռածներ են եւ այլն եւ այլն։ Եվրոպական ստանդարտներ կան, միջազգային ստանդարտներ, Ռաբաթի կանոններ։ Խոսքով դրսևորվող այդ hate speech-ի հանցագործությունների քննության, ուրեմն այսպես ղեկավար ուղեցույցերն են, ղեկավար սկզբունքներն են։ Չափանիշներ է տրվում Ռաբաթի կանոններով, թե որ դեպքում է կարելի խոսել ատելության խոսքի որպես հանցագործության մասին։ Եվ կրիտերիաներ են նախատեսում Ռաբաթի կանոնները, որոնցից երկու կարևորներն են։ Մեկը խոսքի իրական լինելը, այսինքն խոսքի հնարավորությունը իրագործվելու։ Երբ մի պարզ քաղաքացի ինչ-որ մի հատ խոսք է ասում հարևանների շրջապատում, ինչ-որ քաղաքական հարցի շուրջ կամ քաղաքական ինչ-որ, չգիտեմ, կոնկրետ ներկայացուցիչների, քաղաքական կոնկրետ սեգմենտի անձանց վերաբերյալ ատելության խոսք։ Այդ անձի այդ արտահայտությունները իրագործվելու շանս չունեն կամ շատ մինիմալ շանսեր ունեն, որտեղ դե այդ անձը ով է իրան հետևելու, ով է իր խոսքը լուրջ ընդունելու եւ այլն եւ այլն։
Եվ նաև կոնտեքստն է կարևոր, ինչ կոնտեքստում է դա արվում։ Հարևանների հետ սուրճ խմելուց, թե օրինակ որևէ հանրահավաքի ժամանակ բեմից։ Մեր պարագայում Նիկոլ Փաշինյանը երկրի ղեկավարն է, իր այդ արտահայտությունները միանգամից տիրաժավորվել են, միանգամից։ Կոմենտներն էլ բացեք, կարդացեք այդ դրվագի, բազմաթիվ ինչ-որ քաղաքացիներ այսպես ոգևորված էին Նիկոլ Փաշինյանի այդ արտահայտությամբ, որ ընդհանրապես Արցախահայերին պետքա զրկել այդ նպաստներից, վտարել եւ այլն եւ այլն։ Այսինքն իրական էր։ Ունեցավ հետևանք շատ քաղաքացիների մոտ Նիկոլ Փաշինյանի այդ արտահայտությունը գտավ շարունակություն։ Եվ երկրորդը ֆիգուրնով է։ Այդ ֆիգուրը երկրի ղեկավարն է։ Իր արտահայտությունները առավել քան լուրջ են եւ իրական։ Համեմատած այն մեր հարևանի հետ, ով հարևանների հետ, ասենք սուրճ խմելուց է այդ արտահայտությունը անում։ Ինչ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի այդ արտահայտությունից հետո, ոչ մի բան։ Հիմա այս խտրական մոտեցմանը մենք արդեն տարիներ ականատես ենք լինում, այստեղ նոր բան տեղի չի ունենում։ Արդյոք նույն կոնտեքստում է տեղավորվում ազգային ժողովի ամբիոնից ընդդիմադիր քաղաքացիներին շուն շանգյալներ անվանելը։ Դե բնականաբար նույն կոնտեքստում է։ Ես մի պահ ուզում եմ պատկերացնեմ, թե ինչ կկատարվեր այն ընդդիմադիր գործչի հետ, ով նմանատիպ արտահայտություն արեր, ընդ որում ես ինչքանով որ խորացա, Նիկոլ Փաշինյանը հետագայում դա փորձում էր արդարացնել նրանով, որ ինքը ուղիղ մեջբերում է անում ինչ-որ ընդդիմադիր գործիչների ուղիղ խոսքից, հետո երբ հետաքրվեցի մանրամասները, հասկացա, որ դա ինչ-որ քննչական կոմիտեի, ավելի շուտ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած գաղտնալսման արդյունքում ձայնագրված ինչ-որ, չգիտեմ, որ մարզում, որ համայնքում ինչ-որ քաղաքացիների խոսակցություն է։ Ես ուզում հասկանամ այդ ինչ-որ համայնքում ինչ-որ քաղաքացիների խոսակցությունը ինչ կապ ունի քաղաքական դերակատարների, ընդդիմադիր դերակատարների դիրքորոշման կամ մոտեցման հետ։ Հիմա շատերը շատ բան կարող են ասել, էլի, այսինքն ես չհասկացա, ամեն դեպքում էլի շատ վատ դրսևորում էր, բայց չգիտեմ, դրա դեմը առնող չկա ըստ էության։ Վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ ռեժիմի կողմից պարբերաբար հրապարակվում են ձայնագրություններ, որոնք իբրև թե վկայում են, որ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները այս կամ այն ապօրինությունն են իրականացրել եւ փորձ են անում հիմք ստեղծել մարդկանց ձերբակալելու կամ տնային կալանքի ուղարկելու։ Ես կցանկանայի խոսել ոչ այնքան տվյալ ձայնագրությունների, բովանդակությունների մասին, այլ նրա մասին, որ կարծես թե մենք գտնվում ենք մի փուլում, որ իրենք ուզեն կարող են լսել։ Հա, Դավիթ ջան, մենք վաղուց այդ փուլում ենք գտնվում։ Ինչն է զարմանում։ Որքանով է սա օրինաչափ եւ օրինական։ Օրինականությունը թող այդ քերական վարորդների շրջանակներում այդ անձանց պաշտպանությունը իրականացնող փաստաբանները ստուգեն։ Եկեք մենք ավելի ընդհանուր խոսենք, էլի։ Տենդենսի մասին։ Եկեք ավելի ընդհանուր խոսենք ու ընդհանուր հասկանանք ինչա կատարվում։ Մենք եթե չեմ սխալվում, ամիսներ առաջ սրա մասին խոսել ենք, որ որքան մոտենան ընտրությունները, այո, ես ձեր տաղավարում այդ միտքը ասել եմ։ Որքան մոտենան ընտրությունները, այդքան այդ ուրեմն ռեպրեսիաները շատանալու են։ Քերական հետապնդումները շատանալու են, հիմա մեզ դիտողներից շատերը կարող են մտածեն, որ դե եթե մարդիկ հանցագործություն են արել, բան չի պիտի հետապնդում չիրականացվի, այդ որտեղ ագրած համաձայն եմ, բայց մի բացառությամբ։ Ես քանի որ համանման մի քերական վարություն ներգրաված եմ Հայրենիք կուսակցության ուրեմն անդամ Խաչիկ Գալստյանի պաշտպանությանը, ճիշտ է, պարոն Արսեն Բաբայանն է հիմնական պաշտպանը, բայց ես նաև ներգրաված եմ ու գործի մանրամասներին տիրապետում եմ։ Իր պարագայում էլ էր ձայն գաղտնալսում իրականացվել եւ ձայնագրությունը հրապարակվել էր։ Եվ ես իրականության եւ այդ կոնտեքստից կտրված եւ կտրտված, այսինքն մոնտաժված իրար կապցրած ձայնագրության ուրեմն տարբերությունն ու իրականությունը քանի որ գիտեմ, իմ համար կանխավարկածը այն է, որ այդ մարդիկ որ ձայնագրել են, ինչ որ շալվար առնելու, չգիտեմ, Բանգլադեշ գնալու, ինչ որ մեկին ինչ որ բան տալու։ Ես
ներքին համոզմունք ունեմ, որ այդ ձայնագրություններով ներկայացվելիքը, այն ինչ որ ուզում են ներկայացնել, իրականության հետ կապ չունի։ Որտեւ այդպիսի մի գործով ներգրաված եմ ու գիտեմ, որ իրականում կապ չունի։ Հիմա, բայց ինչի համար ենք մենք զարմանում, եթե բոլոր ընդդիմադիր ուժերը խոսում են դրա մասին, որ գործող իշխանական ռեժիմը դեպի ավտորիտարիզմ է գնում, սա բռնապետություն է, մարդու իրավունքները չեն հարգվում եւ այլն, բայց ինչի պետք է նախընտրական շրջանում այսպիսի բաներ չլինեին։ Ուրեմն նորմալ է, չէ՞, ուրեմն օրինաչափ է, որ այսպիսի բաներ են լինում, էլի, որտեղ մի քիչ դժվար է պատկերացնել, որ ասենք բռնապետը բոլոր դրսևորումներում բռնապետ լինի, ընտրական process-ներում խիստ ժողովրդավար լինի եւ ապահովի մրցակցային ընտրություններ։ Մի քիչ տենց չի լինում, էլի, ինձ թվում է։ Դրա համար պետք չի զարմանալու, այդ է իրողությունը։ Շատ լավ։ Մենք նաև վերջին շրջանում ֆիքսում ենք, որ բավական հետաքրքիր գործելավոճ է որդեգրել գործող ռեժիմը, համատարած, այսպես ասած, կալանքի փոփոխության դեպքեր են տեղի ունենում խափանման միջոցի եւ կալանավայրից բազմաթիվ քաղաքական բարտարկյալներ տեղափոխվել են դեպի տնային կալանքի պահման վայրեր կամ վարչական վերահսկողության։ Ինչով կարող ենք սա բացատրել, արդյոք նույն ընտրությունների գործոնն է այստեղ առկա։ Ես Դավիթ ջան, դա չեմ կարող որևէ կերպ բացատրել, չգիտեմ անկեղծ ասած։ Դա միգուցե ինչ-որ քաղաքական հաշվարկա կամ քաղաքական process-ների արդյունքում չի բացառվում, որ նաև որոշակի ինչ-որ միջազգային կառույցներ են ինչ-որ առումով նաև ճնշում գործադրել, որպեսզի նաև իշխանություններն են ուզում ինչ-որ բան ստեղծել, պատկեր ստեղծել, որ նորմալ մրցակցային պայմաններում են նախընտրական process-ները եւ բուն ընտրությունները տեղի ունենում, չեմ կարող բացատրել։ Միգուցե մի քանի պատճառ կա դրան։ Այնուամենայնիվ, խոսենք նաեւ միջազգային կառույցների դերակատարման եւ նրանց ֆունկցիաների մասին, երբ որ նախկին իշխանությունների ժամանակ ժողովրդական լեզվով ասած մեկի մազը ծռվում էր, շատ մեծ աղմուկ էր լինում, բայց այսօր մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձնավորության ավտոշարասյունը կարող է մահացու վրայերթի ենթարկել քաղաքացուն եւ վրայենթի ենթարկող անձնավորությունը օրինակ չդատապարտվի, հա, բանտախցում չհայտնվի եւ դատական process-ն էլ խոսքը Սոնա Մնացականյանի սպանության վերաբերյալ դատական process-ն վերածվի մի ֆարսի, այս մոտեցումը միջազգային կառույցների դուք որպես պաշտպան, փաստաբան, ով այս ամեն ինչի մեջ է եւ հստակորեն պատկերացնում է ժողովրդավարության իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես կգնահատեք եւ որն է նրանց մոտիվը։ Ես էլի բազմիցս այս հարցերի մասին խոսել եմ, կրկնեմ, միջազգային կառույցները մասնավորապես եվրոպական կառույցները այնպես չի, որ ընդհանրապես չեն արձագանքում կամ ուրեմն անտարբերության են մատնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ Այո, կա քաղաքական կոմպոնենտ եւ նաեւ կա որոշակի քաղաքական շահագրգռվածություն կապված գործող իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականության ուրեմն հետ կապված, բայց այնուամենայնիվ մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում որոշակի կարմիր գծեր կան, որ այդ միջազգային կազմակերպությունների համար դեռևս մնացել են կարմիր գծեր։ Բազմաթիվ են դեպքերը, երբ տարբեր միջազգային կազմակերպություններ այս տարիների ընթացքում ուրեմն իրենց տարեկան զեկույցներով նույնիսկ եղել է արտահերթ զեկույցով անդրադարձել են Հայաստանում մարդու իրավունքների խախտման այս կամ այն դեպքին։ Այդ դեպքերը բազմաթիվ են, քիչ չեն։ Եվ հիմա էլ ժամանակն է այս գարնանային ուրեմն этаպում ապրիլ ամսին է, հիմնականում ապրիլ-մայիս ամսին հրապարակվում են այդ միջազգային կազմակերպությունների տարեկան զեկույցները եւ մենք ենթադրաբար շուտով կծանոթանանք այդ կազմակերպությունների տարեկան զեկույցներին, որտեղ վստահաբար անդրադարձ լինելու է Հայաստանում եւ խոսքի ազատության եւ հավաքների ազատության իրավունքի իրականացման ուրեմն խախտումներին եւ ընդհանուր իրավիճակին։
Հարցը ուրիշ է, հարցը այն է, որ այդ արձանագրումներից հետո այդ միջազգային կառույցները ինչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի ուրեմն մոնիտորինգի ենթարկեն խախտումից հետո իրականացվող գործողությունները, խախտումը վերացնելու, խախտումը ծնող պատճառները ուրեմն հասկանալու եւ վերացնելու ուղղված ուրեմն իշխանությունների գործողությունները, այո, այս մասով անգործություն կա եւ կարծես միայն ֆիքսում են։ Կարծես միայն ֆիքսում են, այո, ֆիքսում են, արձանագրում են, բայց իմ մոտեցումը այն է, որ Հայաստանում ժողովրդավարության իրավիճակի եւ մարդու իրավունքների պաշտպանության համար միևնույնն է ավելի շատ պիտի անհանգստացած լինենք մենք հայաստանցիներս։ Ոստի եթե եվրոպական կառույցները պատշաճ հետևողականություն չեն ցուցաբերում այդ հարցում, դա չի նշանակում, որ մենք պիտի այսպես համակերպվենք այդ իրողության հետ եւ թողենք այդ նույն եվրոպական կամ միջազգային կազմակերպությունների քմահաճույքին, թե երբ կառադառնան կամ ինչ գործողություն կանեն եւ այս առումով շատ կարեւոր է, որ Հայաստանից լինի այդ կազմակերպությունների նկատմամբ պատշաճ ճնշում, իրավաքաղաքական ճնշում, իսկ այդ իրավաքաղաքական ճնշումը իրագործելու ուրեմն առումով մեծ է քաղաքական կուսակցությունների եւ հատկապես խորհրդարանական ուժերի դերը, որովհետև իրենք կոչված են խորհրդարանական դիվանագիտությանը հատուկ տարբեր գործիքակազմերով առնվազն այդ միջազգային կազմակերպությունների հետ տարին մի քանի անգամ հանդիպում են եւ խնդիրները թիրախային առումով հասցեագրելու հնարավորություն ունեն։ Այդ աշխատանքը ենթադրում եմ, որ կա, այնպես չի որ չկա, բայց եթե այդ աշխատանքը լիներ բավարար, պատկերն էլ նաև այդ միջազգային կազմակերպությունների ուրեմն տեսանկյունից ենթադրում եմ ուրիշ կլներ։ Շատ կարևոր դիտարկում իրականացրեցիք, խոսելով ռեպրեսիաների համատեքստում ընդդիմադիր ուժերի արձագանքի կամ գործունեության մասին։ Մենք բազմաթիվ անգամ լսել ենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը խոսում են քաղաքական բանտարկյալների կամ բռնաճնշումների մասին բարձրաձայնելու միասնական օրակարգի կարևորության մասին, անգամ ազգային ժողովում լսումներ են եղել, դեկլարացիաներ, առաջարկներ, բայց տեսնում ենք, որ սայլը տեղից մեծ հաշվով չի շարժվել, որովհետև Հայաստանի Հանրապետությունում բռնաճնշումները շարունակվում են, բայց այս կողմից չկա համակարգային դիմադրություն։ Ձեզ ինչով է դա պայմանավորված։ Ես չգիտեմ ինչով է պայմանավորված, համենայն դեպս ես էլի բազմաթիվ անգամ դրա մասին խոսել եմ, որտեղ հարցը շատ կարևոր է։ Դե շատ կարևոր է, միասնական այդ օրակարգի ճակատի հարթակի տարբեր անվանումներով դրա մասին շատ ենք խոսել, առանձնապես ես իմ գործընկերների 5 իրավապաշտպանների նախաձեռնությունից եւ նաեւ դեռևս շատ ամիսներ առաջ ուղիղ նաեւ զգուշացրել ենք, որ հարգելի եւ սիրելի քաղաքական կուսակցություններ եւ ընտրություններին պատրաստվող մեր սիրելի գործընկերներ, այդ process-ի շահառուն ուղիղ դուք եք ձեր համակիրներին ու անդամներին են տանելու, այսինքն գործերով ձերբակալելու են, մեղադրանքներ են առաջադրելու, փորձելու են խափանման միջոցի տեսքով զրկել ազատությունից եւ բնականաբար նաեւ զրկել ընտրական process-ներին մասնակցելու հնարավորությունից եւ ենթադրաբար պիտի շատ բնական ու նորմալ օրակարգ լիներ, որի շուրջ համախմբվեին, չեն համախմբվել, ես ես կառաջարկեմ այդ քաղաքական ուժերին կանչեք, հասկանաք ինչի չեն համախմբվել, ընդամենը մի քանի օր առաջ էլ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց առաջարկով հանդես եկավ մնացած ուժերին, որպեսզի միասնական հանրահավաք անեն, կանչեք, հասկացեք ինչ առաջարկը ընդունել են, չեն ընդունել, ինչի չեն ընդունել, չգիտեմ, իրենց հարցրեք, որովհետև իրանք են շահառուները ու իրանք են ըստ էության այդ հնարավոր միասնական ճակատը ստեղծման համար պոտենցիալ հիմնադիրները, էլի, ինչի չեն հիմնադրում, իրենց պետք է հարց տալ։ Այս իրավիճակը եւ Փաշինյանի հնարավոր վերարտադրությունը, այսինքն ռեժիմի հնարավոր վերարտադրությունը մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ասպեկտում կանխատեսելիորեն կբերի շատ ավելի վատթար իրավիճակի։ Ես կխնդրեմ
Ավելի մանրամասն մեր հայրենակիցներին ներկայացնել, թե կոնկրետ ինչ հետևանքների կարող են բախվել։ Ես կոնկրետ ինչ հետևանքների կարող ենք բախվել, չեմ կարող ասել, այսինքն ես չեմ կարող ասել ինչ դրսևորումներ են լինելու, ում են բռնելու, ում չեն բռնելու, ում են։ Դե օրինակ ասում են կաթողիկոսին պիտի հանգստի ուղարկեն։ Դե հիմա ծրագրային դրույթով պետք է հանգստի ուղարկեն, այդ նշանակում է, որ էլի եկեղեցու դեմ որոշակի գործողություններ են անելու, այդ գործողությունների ընթացքում էլի տարբեր անձանց, այդ թվում հոգևորականների փորձելու են ձերբակալել։ Իմ համար ինչ տարօրինակ է, ես չեմ կարծում, որ ես պիտի այդ հետևանքները նկարագրեմ, որպեսզի մեզ դիտող հեռուստադիտողները կամ մեր լսարանը պատկերացնի, թե ինչ հետևանքներ են։ Հետևանքները բոլորի համար էլ արդեն կանխատեսելի են։ Հետևողականորեն ժողովրդավարության իրավիճակը Հայաստանում, մարդու իրավունքների վիճակը հետևողականորեն գահավիժելու է, անընդհատ նոր ռեկորդներ չակերտներով ռեկորդներ է սահմանելու Հայաստանը։ Հիմա թե դա ինչ դրսևորում կլինի, որ ինստիտուտների նկատմամբ կլինի, ինչ կլինի, այդ արդեն այս հիմա էլ է պարզ էլի, ում նկատմամբ է լինելու։ Չգիտեմ պարզապես ինչ պատասխանել կոնկրետացնելու տեսանկյունից էլի։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր 5 իրապաշտպանների նախաձեռնության ներկայացուցիչ, փաստաբան, իրապաշտպան Վարազդատ Հարությունյանը, ՑՍՏ Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Anti-Fake YouTube ալիքին, շարունակեք աջակցել Anti-Fake-ին, Patreon, Super Chat, Donation Alerts, քարտային փոխանցումներ, կրիպտո արժույթ եւ կհանդիպենք հաջորդ շաբաթ։